խնդիրը բացարձակ հակազդեցության կազմակերպման մեջ է, որտեղ մենք պիտի հասկանանք, չէ՞ մենք ում հետ գործ ունենք։ Այս մարդը 100%-անոց ծախված եւ ծախվելու պատրաստ օբյեկտ է եւ սուբյեկտ է միաժամանակ։ Եվ ինքը դա ապացուցում է ամեն օր։ Այո, մարդը գնում է ՄԱԿ-ի ամբիոնից արդեն առանց թաքցնելու թուրքերին ու ադրբեջանցիներին ասում է ինձ պետք է օգնեք 26-ին էլ ընտրվեմ։ Որտեւ այն որ խոսացել ենք սահմանադրությունը, դա անելու ենք 26 թվից հետո։ Որ թողես այս ԿՊԱ-ականներին, ում ասես դաբրո բերելու Հյուսիսային Կորեայից մինչև չգիտեմ որտեղ դաբրոներ ենք բերում, որտեղից դաբրոներ ենք բերում, բայց հələ դուք տեսեք իրա դաբրոն։ Այդ ՄԱԿ-ի ամբիոնում որտեղ էր Հայաստանի քաղաքացի, մեզ էր լսացնում, մեզնից էր քվե ուզում, չէ։ Թուրքից ու ադրբեջանցից էր քվե ուզում։ Իսկ ավ գնացել էր աչքակապությամբ զբաղվելու այդ եվրոպական այլևս ստանդարտների հետ ոչ մի ընդհանուր կապ չունեցող եւ համամարտկային արժեհամակարգի հետ եւ իրավունքների հետ կապ չունեցող եվրոպական կառույցների ու երակի ստանդարտներ կիրառող ինչ որ չինովնիկների մոտ խնդրելու որ դե չնկատեք էլի ոչ քաղբանտարկյալներին ոչ իմ արածը